Բարի օր, սիրելի բարեկամ։ Երբևէ փորձել ես երջանկություն գտնել, երբ թվացել է, թե ամեն ինչ ունես, բայց զգացել ես, կարծես սիրտդ դատարկ է։ Այսօր Հիսուսն ասում է, որ իրական ուրախությունը ոչ թե աշխարհի մեջ է, այլ նրա մեջ։ Այն ուրախությունը, որ ոչ թե ժամանակավոր է, այլ հավիտյան է եւ երբեք չի մարում։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ դուք կատարյալ ուրախ լինեք։ Սա է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ, այլևս ձեր ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե Տերն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ հորից լսեցի, հայտնեցի ձեզ։ Ոչ թե դուք եք ընտրել ինձ, այլ ես ձեզ ընտրեցի եւ կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով հորից խնդրեք, տա ձեզ։ Ամեն։ Տերն ասում է, որ սա ձեզ ասեցի, որ իմ ուրախության մեջ լինեք։ Սա նշանակում է, որ Աստծո նպատակը ոչ թե պարզապես մեր գոյությունն է, այլ որ նրա ուրախության մեջ լինենք։ Բայց նոր կտակարանի ուրախությունը տարբեր է։ Ոչ թե պարզապես ժպիտ, որ մի պահ անցնում է, այլ խորին վստահություն, որ Աստված քեզ սիրում է նույնիսկ այն ժամանակ, երբ դու մեղավոր ես։ Տերը այսօր հիշեցնում է մեզ. Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Սա նշանակում է, որ ոչ թե մարդուն սիրել նրա արժանիքի համար, այլ սիրել ինչպես Աստված է քեզ սիրում անվերապահորեն։ Եվս մի կարևոր բան է այսօր Տերը հիշեցնում մեզ։ Ասում է. ես ձեզ ընտրեցի, ոչ թե դուք ինձ ընտրեցիք։ Սա նշանակում է, որ դու պատահական չես, դու պատահական չես հավատում եւ պատահական չես հայտնվել եկեղեցում։ Դու արժեքավոր ես։ Աստված քեզ կանչել է, ընտրել է, որ լինես նրա սիրո խաղաղության գործակիցը։ Սիրելի բարեկամներ, այսօրվա պատգամը պարզ է։ Իրական ուրախությունը սկսում է այն պահից, երբ դու սկսում ես սիրել այնպես, ինչպես Քրիստոս սիրեց։ Հիշիր, դու արժեքավոր ես։ Աստված քեզ կանչել է, որ պտուղ տաս բարի գործերով, սիրով ու խաղաղությամբ։ Եվ եթե ապրես այդպես, ոչ ոք չի կարող խլել քո խաղաղությունը։ Ուրեմն այսօրը սկսիր այս մտածումով. Տերն ինձ կանչել է իր սիրո խաղաղության ու մխիթարության գործակիցը լինելու։ Ապրիր այնպես, որ Քրիստոսի խաղաղությունը երևա քո կյանքում։ Օրհնյալ օր քեզ։